ավելին է իր արժանի։ Ես երբեք ոչ մի բանի պակաս չեմ ունեցել։ Ես եմ պակասել քո կյանքից։ Երբ ես բանտում էի, դու մենակ էիր։ Պետք չէր սպասել։ Թորգոմ, ես ոնց կարող էի ուրիշի հետ կառուցել կյանքս։ Երբ սիրտս միշտ քեզ ա պատկանել։ Առաջին անգամ քեզ, երբ որ անարդար դատեցին, ես գիտեի, որ դու մեղավոր չես։ Հետո ես դարձա այն, ինչ դարձա, որովհետև ուրիշ տարբերակ չունեի, ու դրանով ես քեզնից ավելի շատ տարա, քան բանտը ինձանից տարավ։ Թորգոմ, դու միշտ իմն ես եղել, ամեն տեղ, ամեն պահի։ Միակ ցանկությունս ա եղել, որ դու միայն ողջ ու առողջ լինես։ Գիտես ինչ եմ հասկացել։ Որ ես կյանքում ամենաթանկ բաները իրենք իրենց են տրվում մարդուն։ Ու դա պահելու համար պիտի կռիվ չտաս։ Պիտի միայն գնալես։ Ափսոս, որ ուշ եմ հասկացել։ Գուցե, բայց մենք դեռ ժամանակ ունենք։ Հազարը։ Չէ, քնած չեմ արի։ Լավ, ես գնամ քնեմ, այսօր հոգնել եմ, Թորգոմի կյանքս կերել է այսօր։ Արեգը չի ուզում Հայաստան գա։ Չէ, ասեց դեռ շատ գործեր ունիմ, բայց երեխան դեռ մեզ մոտ կմնա։ Լավ, ես գնամ քնեմ, բարի գիշեր։ Ես եմ Ռաֆ, գործն արվացա։ Բարի գուն Թորգոմ ջան, Շավոյն են խփե։ Լսել եմ արդեն, խաբարը հասել է։ Ինչ են խոսում մարդիկ։ Սաղ նիպանյատ կեքի մեջ են, վռոձի ոչ մեկի հետ լուրջ խնդիր չի ունեցե։ Իսկ ում էր ձեռնդու Շավոյի սպանությունը։ Ռաֆին։ Հա։ Սենց տնենց Ռաֆն ա ռուլի տանում սաղ գործերը։ Շավոն էլ ասում են ամբուժելի հիվանդ էր։ Պալուբոմու վաղ մյուս օր էթալու էր։ Ռաֆը մեծ ամբիցիաներ ունի։ Գորշ կարդինալի դերը իր սրտով չի։ Նա սիրում առաջի գից կանգնի ու ամենաբարձր տեղում։ Շավոյի մեջքին մարդիկ կան կանգնած։ Ու եթե իմացան Ռաֆն ա, հաստատ արուն ա թափվելու։ Ոչ մի արուն էլ չի թափվելու։ Շավոն իրան պատխալիմներով ու ժոպալեզներով էր շրջապատել։ Հիմա այդ նույն մարդիկ գնալու են Ռաֆի դեմը կզեն։ Մենք կարանք խանգարենք Ռաֆին, որ քաղաքը նայի։ Ես չեմ ուզում այդ գազանանոցին խառնվեմ, թող ուտեն իրար։
Մենք հիմա շատ ավելի կարևոր գործ ունենք։ Տղեկին անվտանգ երկրից անենք։ Շավոն հիմա չկա։ Կարող ես հարցը ուրիշ ձևով լուծենք։ Շավոն էս հարցում չկար։ Բեկին Ռաֆնա թևի տակար է։ Ու մի մոռացի, որ հիմա մենթերնել են տղեկին ման գալի։ Մաքսիմում 2 օրից կճամփեմ տղեկին Վրաստան։ Լավ, իսկ տեղը փոխել ես։ Հա։ Բարիգուն։ Բարև։ Եթե եկել եք մարզվելու, ասեմ, որ արդեն ուշ է, մարզադահլիճը փակ է։ Մենք մարզվելու համար չենք եկել։ Գորին ճանաչում ես։ Քո սաներից է, նորաբերդից էլ է։ Ասենք ճանաչում եմ, հետո։ Հետո են, որ մեզ պետք է իր այդ խոսանք։ Քննարկելու հարցեր կա։ Կա քննարկեք, ես ինչ կապ ունեմ։ Լսի Վարդան, այս հարցն երկու լուծում ունի։ Առաջինը դու մեզ ասում ես, թե ուր է գոռը ու մենք հանգիստ թողում գնում ենք ստեղից։ Երկրորդը, դու մեկը էլի մեզ ասում ես ուր է գոռը, բայց քո համար արդեն վատ հետևանքներով։ Իսկ եթե չգիտեմ տեղը։ Լավ չի։ Այդ արդեն քո պրոբլեմն է, որովհետև դու պետք է վիզ դնես, ապացուցես ինձ, որ իրոք կուրսի չես։ Կարաս։ Ուրեմն սենց։ Հենց հիմա մարզասրահից դուրս է գալիս, թե չէ ձեզանով հատակը կմաքրեմ, դրան ինչ կասեք։ Դու լսի արա։ Հիմա ուշադիր ինձ լսի։ Ես մարտական ուղի անցած տղա եմ։ Բայց ես չեմ ուզում ձեր նմանների համար ձեռքերս կեղտ ուտեմ։ Եթե մի անգամ ես տեսա այս մարզասրահի մոտ, ոստիկանության հետ եք գործ ունենալ։ Դուք ինձ հասկացաք։ Հա։ Գոնե երախոս լիներ զանգեին Կարամին իմանայինք ոնց է։ Արամը սաղից գլխին սարքեց։ Ինչով սարքեց։ Նրանով, որ հիմա հետներս չի։ Քարգի համո։ Արամը մեր ընկերն է ու դրանով ասված ամեն ինչ։ Հա, հաստատ։ Արամը վախկոտ մարդ չի, վախկոտ մարդը չէր գնահատում իմանալով թե ինչ է իրան սպասվում։ Ոկե Արամը չի ուզում, որ կյանքը բեկը որոշի։ Իսկ մենք ուզում ենք դա։ Մենք համակերպվել ենք, Սև։ Արա տղերք չգիտեմ ինչ է լինելու մեր հետ։ Ինչքան ենք sense փախած մնալու։ Եթե ձև լիներ, ես ի սկզբանե մենակ կհետևեի բեկին ու կսպանեի։ Դուք էլ ստիպված չեք լինի իմ հետ այս ամենի միջով անցնել։ Սակո ժամանակը հետ տալը հնարավոր չի։ Ու вообще թարգել ես անիմաստ խոսակցությունը։ Այդտենց խնդիր չկա, որ լուծում չունենա։ Ուղղակի այս բարագայում մենք չգիտենք այդ լուծումը որն է։ Լուծումը չգիտեմ, բայց փախնելը հաստատ ելք չի։ Իսկ որն է ելքը գնայինք Բերթուն 15 տարի նստեինք։ Դե միջև նստելը բեկը կա, որ ատամները սրած մեզ է սպասում։ Ու պատրաստ է ցանկացած բայի մեզ սպանի։ Թղերքը համոն ճիշտ է ասում, բայց կիսատ է ասում։ Փախուստը ելք չի ուղղակի ժամանակավոր լուծումը։ Սպորտի մեջ էլ է տենց։ Բոքսերը փախնում է մտնում ռինգի արանքները, բայց հարվածը ուտում է։ Ու պարտվում։ Եթե դա մտածված ստրատեգիա չի հակառակորդին մաշացնելու համար։ Հա, Սև ճիշտ ես ասում։ Բայց ամեն դեպքում մեզ ժամանակ է պետք թղերք, որ հասկանանք ինչ ենք անում, գնանք հասնենք տուն։ Ապա լավ է կգնանք հնենք, թե չէ միջև բաղլուս կխոսանք։
Չեմ ջոգում արա, 5 հոգով չկարացաք մեկին վալի տանեիք, կես մարդ դառա ձեր ձեռը, զենք չկար մոտներդ, որ գլխից թողեիք։ Առանց զենք ենք գնացել։ Մենթերը ընկած են հետևներից է, սաղ մեր մաշնեկը կանգնեցնում շմոն են անում, վտանգավոր է։ Կարոջի լսի ինչ եմ ասում, այդում դրանք գտնում սաատ կստում եք, վերջ ես այն որոշումը։ Այդ սխալ որոշում է, բեկ։ Դու չես տեղ ճիշտ ու սխալ որոշում, արա, կանեցնեց ոնց որ ասեցի։ Ես իմ կանալներով պրաբիտ եմ արել։ Այդ Վարդանի մարտական ընկերը քրեականի պետերից է։ Ու ինքն էլ ասեց, որ հանգարց եթե մոտիկանանք մենթերին կասի։ Այդ հիմա քեզ պետք չի։ Մի անգամից դուժողից դառնալու ես մեղադրել։ Այդ հաստատ է։ 100% ինֆո է։ Ու ինչքանով որ ես եմ կուրսի, հենց այդ պետի մոտ է հիմա Ջանոյի սպանության գործը։ Բայց կջոգելով այդ Վարդանը կուրսի է դրանցից։ Կուրսի կլինի, որ փախացեն, բայց տեղները չի իմանա։ Հետո դրանք մեր աշխարհի մարդիկ չեն, բայց ապուշել չեն։ Ջոգած կլինեն, որ գնալու ենք ինչքան մոտիկ բարեկամ ունեն, ճնշենք, որ տեղներն իմանանք։ Ուրեմն մնում է այն Արամը։ Բայց այդ էլ մի երկու օր փախած էր, չէ՞։ Հա։ Այդ ուրեմն տեղները կիմանա։ Հա, բայց այդ գնացել էր ընկերների դեմ ցուցմունք էր տվել։ Սա վալիտեր արը իրենց վրա։ Հրամանջ դու իշ միամիտ ես։ Չես ջոգում, որ այդ ամեն ինչը կապիկություն է։ Առանց դրա ցուցմունքի էլ մենթերն արդեն կուրսի են, որ դեմից մրդոյի գլուխն են կերել, հետո եկել են մեր դեմ։ Այդ ամեն ինչն էլ օրինել են, որ այդ Արամի ոռը բրգեն մեր ձեռից։ Հա, հնարավոր է, բայց ոչ փաստ։ Դե հետը կխոսանք կջոգենք, բայց այս անգամ առանց կիքսերի։ Եղավ, բեկ ջան։ Դրանց սաղի տնեցիկին կոնտրոլի տակ եք, չէ՞ բան։ Հա, բա ոնց։ Հա։ Շավոյն են խփել։ Ողորմի։ Մտածում էիք պախ կվակ ու ինձանից բրցակ արա։ Դե գնա նանոյիդ մոտ մենակ չմնա։
Շնորհակալություն։ Խնդրեմ, ձեզ լավ օր։ Հա, Աշխեն ջան։ Որտեղ ես, Արմինե ջան։ Խանութ էի գնացել, հեսա տուն եմ հասնում։ Լավ չես զգում քեզ։ Հա, լավ չեմ։ Հետ դժվար չի։ Արի ճնշումս չափի։ Հեսա գալիս եմ։ Դուրը բաց կթողնեմ, ես գնամ պարկեմ։ Հա, եկա, հեսա 2 րոպեից ձեր տանն եմ։ Լավ։ Աշխեն ջան, ես եմ։ Աշխեն։ Աշխեն։ Աշխեն, ուշքի արի, Աշխեն։ Առավոտից մի տեսակ ես։ Ներսս անհանգիստ է լավ։ Արամի պահով ես մտածում։ Ընդհանուր էլի։ Նորմալ է։ Տուն, տեղ, ընտանիք, սիրած մարդկանց թողում գնում ենք։ Եղավ է։ Տղեկ, կոֆեն պատրաստ է։ Ես դեռ 2 ամիս առաջ էի Աշխենին նախազգուշացրել, որ իրեն անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, որ նույնիսկ 1 օր ուշացումը կարող է ճակատագրական լինել։ Իսկ ինչ-որ բան դեռ հնարավոր է անել։ Հնարավոր է, բայց շատ ռիսկային է։ Մենք հիմա խոսում ենք սրտի փականի լուրջ անբավարարվածության մասին։ Աշխենի մոտ միտրալ ստենոզ է։ Փականը գործնականում չի կատարում իր աշխատանքը։ Սիրտը ստիպված է կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատել, որն էլ տանում է դեպի սրտային անբավարարվածության վերջին փուլ։ Բայց կարելի է ինչ-որ բան անել։ Վիրահատությունը հնարավոր է։ Դե, ինչպես ասեցի, հնարավոր է, բայց չափազանց ռիսկային։ Սրտմկանը հիմա զգալիորեն տուժած է։ Ու եթե անգամ վիրահատությունը հաջող անցնի, հետ վիրահատական շրջանը կարող է բարդ լինել։ Իսկ որքան է հավանականությունը, որ վիրահատությունը բարեհաջող կանցնի։ Քիչ։ 20%։ Աստվածի։ Սիրտը հիմա շատ դժվար է աշխատում։ Թթվածնի մատակարարումը խիստ նվազել է։ Ու եթե փականը չփոխվի, մոտակա օրերի կամ շաբաթների ընթացքում մենք կարող ենք կորցնել նրան։ Ինչ պիտի անենք։ Որն է ճիշտ տարբերակը։ Աշխենը հիմա գիտակցության է եկել, բայց ժամանակ է անհրաժեշտ վիճակը ստաբիլիզացնելու համար։ Դրանից հետո որոշում կկայացնենք, երբ կարելի է վիրահատություն անել։ Դա կարող է լինել վաղը, 2 օրից։ Ուղղակի կախված է նրա օրգանիզմից։ Կարող ենք տեսնել Աշխենին։ Կարող եք, բայց կարճ ժամանակով։ Ես հիմա կուղեկցեմ ձեզ։ Չէի սպասում, որ բիձուն այսքան շուտ կճամփիս։ Պրոբլեմը որ առաջանում է, դի քոքից կդրես, որ շանս չունենա դեմադրելու։ Բան չասի, մնում եմ արսես։
Ես կմարսեմ։ Մնում է դու ջրը երեսին մոնաս։ Չջոգի Ռաֆ, պես ինչ նամյոկներ ես անում։ Նամյոկ չեմ անում։ Ուղիղ ասում եմ։ Մենք ես թեմայով վրոձը իրար հետ էինք։ Քո խոսալուց տենց չի ստացվում։ Լեզվից այթակում էր լավ, անցածտնի։ Դու ինձնից շանտաժով բան չես ստանա։ Ես գիտեմ, որ դու բոշի զապիսը չես ջնջե։ Պահել ես քո ստրախովքի հիմար։ Բայց այդ թեման ջրերես է լավ։ Սաղ կիմանան, որ դու իմացել ես ու տակով ես արել։ Առանց իմ օգնության դու սեղանի գլխին չես նստի։ Ես արդեն սեղանի գլխին եմ։ Ես գիտեմ, որ քո տված տղու խոսքը խոսք է։ Տենց էլ կա, ու դու քոնը կստանաս։ Բայց չմտածես, թե կկարենաս ինձ շանտաժով կառավարես։ Իսկի մտքիս էլ չի եղել։ Ես ասի դու լսար։ Ես շահավան չեմ, ու ամեն ինչ փոխվելու է։ Ու կախված նրանից, թե ոնց քեզ կդրսևորես։ Ես կորոշեմ քո տեղը սեղանի մոտ։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեկում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ քո անունը հավեր կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ ախ և տանջանք և բեկում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ քո պատկերը անես կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդե տարիներ կսահեն ախ մեռեն երազները բոլոր քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ
տարիներ կշահեն ախ կմեռնեն երազները բոլոր կանոնը հավեք կպահեն օրերում անհաստատ ու մոր